Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, եւ այսօր մեր հյուրն է Թբիլիսիից պարոն Գյորգի Թումասյանը, ում հետ փորձում ենք թե ամփոփել Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները եւ թե մտկերով փոխանակվել, թե ինչ սպասել հիմա եւ ինչ կարելի անել հիմա, որպեսզի խնդիրներ չառաջանան, հետ ընտրական խնդիրներ, քանի որ դեռևս վերջնական պարզ չէ, ԲՀԿ-ն անցնում է այդ վերահաշվարկի ընթացքում թե չէ։ Բարձր պարոն Թումասյան, Բարձր։ Շնորհակալ եմ, որ միացար մեզ։ Եվ հարցս արդեն տեսար, Գյորգի, ուրեմն այս հարցը քննարկենք միասին եւ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Դու նաեւ գտնվում ես Երևանում, տեսել ես քո աչքով, թե ինչ process-ներ էին տեղի ունենում այնտեղ։ Այո, իհարկե մենք բազում անգամ քննարկել ենք այդ օջանքով, որ սա պատմական կարևորագույն նշանակություն ունեցող աշխարհաքաղաքական ընտրություններն են, որի արդյունքում կարելի է ասել, որ կարողացանք պահպանել այն ստատուս կվոն, որը կար, իրականում մեծ փոփոխություն չեղավ, բայց հենց այն փաստը, որ իշխանություն չի փոխվել, դա արդեն լուրջ իրադարձություն է, որովհետև հնարավորություն կա հաջորդ 5 տարվա ընթացքում հասնել այն ռազմավարական նպատակներին, որոնք կիսատեին այս ընտրությունների համատեքստում։ Կիսատեր խաղաղության գործընթացը, կիսատեր թրիպ ծրագիրը, կիսատեր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նորմալ հարաբերությունների կայունացման գործընթացը, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործընթացը, կիսատեր նաեւ ապաշրջափակման, լոգիստիկ կապերի բացման, եվրոինտեգրման, ինչը շատ կարևոր է, Ամերիկայի հետ ռազմավարական հարաբերությունների, զինված ուժերի բարեփոխումների, այդ բոլոր հարցերը կիսատեին արված, այսինքն ոչ լիարժեք, եւ ես կարծում եմ, որ իրոք շատ կարևոր է, որ իշխանությանը տրվեր հնարավորություն, որ այդ ուղղություններով շարունակել եւ տրամաբանական ավարտին կամ գագաթնակետին հասցներ այդ բոլոր ուղղությունները, որտեղ դա ազգային ուղղություններ են, կարևորագույն պետական, այլ ոչ թե մեկ կուսակցության։ Թրիպ ծրագիրը խոսքի 1 տարով է եւ կանխորոշելու է փաստացի մեր բոլորի ճակատագիրը, այսպես թե այնպես։ Ուստի այս ընտրությունները իրոք կարևոր են, բայց աննախադեպ միջամտության ֆոնի տեղի ունեցան եւ տրամաբանական է, որ սա ազդել է իհարկե նաեւ ընտրությունների արդյունքների վրա, որովհետեւ այնինչ մենք տեսանք, կարելի է ասել, որ այո, ավելի շատ ձայն է ընդդիմությունը վերցրել, քան սա ակնկալվում էր, բայց սա արվել է լուրջ արտաքին ճնշման, տնտեսական էմբարգո եւ պատերազմի փաստացի ֆոնին, սա արվել է զուգահեռ դրա աննախադեպ հոսքի եւ ծավալի օտար պետություններից մասնակցելու առումով, ինչպես Ռուսաստանից, այդպես էլ ընդորում Վրաստանից էլ, Սամսկոջավակից էլ, որ երկհաղաքացիները գնան եւ մասնակցեն, սա արվել է նաեւ Ղարաբաղի հայության վրա ճնշումներով, որ նաեւ մասնակցեն ընտրություններով, եւ աննախադեպ հիբրիդային պրոպագանդայով եւ քարոզով, որովհետեւ այո, առճակատումը իշխանություններին ներկայացնել բոլոր առումներով արժեքների, ազգային արժեքների դեմ եւ այլն, դա իհարկե խորը ուրեմն բևեռացում է ձևավորում, դա խորը անվստահություն է ձևավորում, ճնշում է իրականում իհարկե մարդկային արժեքի եւ կարծիքի վրա։ Ուստի այն, որ չնայած նրա, որ իշխանությունները շատ հարցերում մեր կոչերը հաշվի չարան միջևերջ, հիմա իրանք էլ են դա հասկանում, որ պետք է հաշվի առնել, որովհետեւ սահմանափակումները օրենքի լեզվով եւ օրենքի միջոցով պատշաճ գործելը շատ կարևոր է եւ իշխանությունները կարծես այդքան լավ չեն գիտակցում վտանգները, հիմա կարծեմ, որ իրավիճակը արդեն փոխվում է եւ գիտակցությունը վտանգների ավելի շատ է։ Եվ ես տեսնում եմ արդեն հայտարարություններ իշխանությունների մոտ, որոնք որ վկայում են, որ արդեն այն գիտակցությունը, որը մենք ունեինք միասին, Գյորգի, արդեն իրենց մոտել է այդ գիտակցությունը առաջանում։ Այո, եւ դա դրական է իհարկե։ Բայց որքան ժամանակ կա շատ բան ուղղելու։ Եթե ԲՀԿ-ն մտնի խորհրդարան, դատախազություն, դատավորներ, սահմանադրական օրենքներ, բավականին խնդիրներ կունենա, չէ՞։
Դե սպասենք անկեք ասած հստակ ասելը շատ բարդ է, բայց կարծես այս պայմանությամբ ինչքանով գիտենք չի մտնում։ Այսինքն չմտնելը ավելի մեծ հավանականություն ունի, քան մտնելը։ Սպասենք ամեն դեպքում եւ դրանից հետո արդեն գանք եզրակացությունների, բայց կարծում եմ, որ մեծ հավանականություն է, որ չլինի եւ քաղաքացիական պայմանների խնդիր չի ունենա այդ առումով։ Իհարկե սահմանադրության առումով կլինեն խնդիրներ, որովհետեւ սահմանադրական մեծամասնություն չկա, բայց դա էլ հաղթահարելի է, ասեմ, որ քաղաքական կամքն է շատ կարևոր, որովհետեւ բացահայտ ասել են շատ անգամ եւ կրկնում են, որ մենք գործ չունենք ընդդիմադիր ուժերի հետ, ուստի քայլերը այդ ընդդիմադիր ուժերի դեմ չեն լինի քայլեր ժողովրդավարության դեմ, այլ հակառակ ժողովրդավարությունը պետք է կարողանա իրեն պաշտպանել։ Եթե ժողովրդավարությունը անզեն է, ապա զինված բռնապետությունը կտապալի ժողովրդավարությունը ժողովրդավարական օրենքների միջոցով։ Դրա օրինակներ աշխարհում ևս կան, ուստի վահան անպայման պետք է ունենա ժողովրդավարությունը եւ օրենքը այստեղ օրենսդրական փոփոխությունները, այսինքն սա այն գործունեությունը, որը ազգային ժողովի պարտականությունն է, լիարժեք կատարելը անմիջապես հենց այդ վահանը պետք է լինի ժողովրդավարության, որ պաշտպանվի ավտորիտար համակարգի ոչ, այսպես ասեմ, ոչ այն օրենքից դուրս, այլ որևէ օրենքին, որևէ պահվածքի նույնիսկ տրամաբանությանը կամ ինչ-որ ընդունված օրենքների մարդկանց միջև չի ենթարկվում բռնապետական համակարգը։ Եվ վտանգները բավականին լուրջ են, որովհետև ես այսօր էլ արձանագրեցի արդեն ևս մեկ անգամ, որ ռուսական գործակալական ցանցը իդեմս խոսքին Նիկա Բադալյանի, որին հետախուզում է հիմա գտնվում ինքը եւ որովհետև գործերի դեմ հարուցված, որը Մոսկվայից հայտարարում է, որ Գյումրու զինվորական գերեզմանոցի վրա երկրորդ համաշխարհային պատերազմի հարձակվել են իբրև եւ վանդալիզմ է տեղի ունեցել, դրա մասին եւ հետաքրքիր է, որ այդ Նիկա Բադալյանը օգտագործում է ուկրաինական հակամարտության համար համապատասխանող բառապաշար, ինչպիսին է անտի-Ռուսիա։ Ռուսաստանի դեսպանն էլ է արդեն այդ կազմակերպողը։ Այսինքն դեռ երեք Նիկա Բադալյանը խոսել է, որ Հայաստանից անտի-Ռուսիա են գործում ձևավորել, այսինքն սա լրիվ անտրամաբանական է, իրանք դա ասում են Ուկրաինայի հանդեպ հաշվի առնելով, որ ուկրաինացի եւ ռուս ժողովուրդները գենետիկորեն իրար շատ մոտ են։ Այսինքն եւ իրանք պատկերացնում են, որ Ուկրաինան ոնց որ Ռուսաստանի այլընտրանքային տարբերակ պետք է լինի սլավոնական ժողովրդի։ Հայաստանի դեմ նույն բառը օգտագործել ուղղակի խեղճատակություն է։ Ռուսաստան չկար եւ հայազգը դարերի ընթացքում եւ հազարամյակների ընթացքում գործում ուներ դեֆակտական պետություն, դա փաստ է, ընդ որում ոչ միայն Ռուսաստան, եւս շատ պետություններ։ Այսինքն ինչ որ անտի-Ռուսիա Հայաստանի ձևավորումը լավակի խեղճատակություն է, կամ ռուսաֆոբիայի մասին խոսել ես, շատ ճիշտ նշեցի, որ օրերս Երևանում այդքան ռուս է, որ ուրեմն բավականին աչքի ընկնող է։ Իհարկե որևէ մեկը ոչ մի խնդիր այդտեղ չունի, ուստի ինչ ռուսաֆոբիա։ Սա կնայտորեն հիմքեր նախապատրաստել է հատուկ գործողություն է ռուսական հատուկ ծառայությունների կողմից, եւ այն, որ Ռուսաստանի դեսպանությունը այսօր հայտարարություն է արել, որտեղ որ ասում է, որ սա ոչ թե խուլիգանություն է, այլ հատուկ հարձակում է այդ գերեզմանոցի վրա։ Ապա սա նաեւ ինձ հիմքեր է տալու ասեմ, որ սա կոնկրետ հիմքեր նախապատրաստելու համար է, որովհետև Ռուսաստանի դեսպանությունը չկարող գիտենալ դա խուլիգանություն է, թե հատուկ նախապատրաստված է։ Այսինքն դրա փաստերը չունեն, եթե ունեն, թող ներկայացնեն։ Չկա այդպիսի փաստեր, խուլիգանությունը թե հատուկ նախապատրաստված են որում։ Եթե սա հատուկ նախապատրաստված է, ես պնդում եմ, որ սա հատուկ նախապատրաստված է հենց Ռուսաստանի կողմից։ Միանշանակ։ Եկել սեփականաշնորհել են երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակը ռուսները։ Այո, եւ ընդ որում իրանք այդ թեզերը դրանով հակախարոզ են փաստացի անում։ Իհարկե, բայց վտանգը նրանում է, որ իրանք սկսում են նախապատրաստել հիմքեր, ինչպես դա անում էին Ուկրաինայում հակամարտության համատեքստում, եւ եթե չլիներ նաեւ Վլադիմիր Պուտինի կողմից ասած, որ Հայաստանը ուկրաինական սցենարով է շարժվում, ապա գուցե մենք սա մտածեինք, որ սա
խնդրահարույց չէ այդքան էլ։ Բայց երբ կա այսպիսի վտանգներ, այսպիսի հայտարարություններ, ապա ես ստիպված եմ համարել, որ վտանգը Ռուսաստանի Դաշնության կողմից եկող Հայաստանի Հանրապետությանը իրական է եւ լուրջ է։ Գյորգի, տես, ես շատ անգամ գիտես, որ ռադիկալ գաղափարների կողմնակից չեմ, այսինքն շատ հարցերում, բայց չես համարում ճիշտ, եթե օրինակի համար կրկին վերադառնանք Հայաստանի ընտրություններին, ԲՀԿ-ն անցնի, լավ կլինի, որ հենց ԿՊ-ն դիմի սահմանադրական դատարան այս ընտրությունները չեղյալ համարին, գիտես ինչու համար։ 5 միլիարդ ծախսել է Սամվել Կարապետյանը, ասում են հիմա գորգռում է արդեն բոլորի վրա, ասում ես այդքան փող եմ ծախսել, ինչի այսպիսի արդյունք ես ունեցա։ Ռուսաստանից այդքան մարդ էին բերել 100,000-ավոր, այսինքն Փաշինյանը չպետք է ստանար 50%, միանշանակ պետք է ստանար սահմանադրական մեծամասնություն, եթե կեղծիք չլիներ։ Ինչ ես կարծում, այսպիսի քայլի ճիշտ է դժվար թե դիմեն Հայաստանի իշխանությունները, բայց միգուցե կարելի է մտածել նաև այդ քայլի մասին, քանի որ դժվար թե Սամվել Կարապետյանը էլի 5 միլիարդ ծախսի եւ էլի փորձեն այդքան մարդ բերել Ռուսաստանից, թե հակառակը։ Չեմ կարծում, որ դա իրատեսական է, միջազգային հանրությունը ճանաչեց այս ընտրությունները, Միացյալ Նահանգները եւ հպական պետությունները, նոր տեսավ, որ Թուրքիայի նախագահն է զանգել վարչապետ Փաշինյանին, Պակիստանի նախագահն է եւ միջև Միացյալ Արաբական Էմիրությունների, դե Իրանը, Վրաստանը, իհարկե եւ Ղազախստանը առաջիններից մեկն է։ Այսինքն բոլորը բացի Ռուսաստանից եւ մի քանի խեղճատար ընդդիմադիր ներկայացուցիչներից Հայաստանում ճանաչել են այս ընտրությունների արդյունքները։ Ոստի այդ դա մեզ տալիս է հնարավորություն ասել, որ ընտրությունները կայացել են։ Ուրիշ հարց է, որ բոլորը ասում են, որ այո, հսկայական միջամտության ֆոնով հենց դա է խնդիրը, հենց դա ինձ հանդիպ չէ դրանում, բայց գիտեք հարցը ինչու է, բայց ով ասեց, որ ընտրությունները անջատ են աշխարհակաղակական զարգացումներից։ Ընտրությունները նաև մաս են քաղաքականության եւ ուստի եթե Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ճնշումների ներքո, ընտրություններն էլ են գտնվում Ռուսաստանի ճնշումների ներքո։ Մենք չես կարող ընտրությունները անցկացնել իդեալական միջավայրում, երբ Ռուսաստանը սպառնում է 7 միլիարդ դոլարի առևտուրը 25% հնարան փակել։ Այսինքն համակերպենք այս նոր խորհրդարանի հետ։ Այո, այն առնվազն ժամանակավոր համակերպենք, ընդ որում ես կարծում որ այդ ժամանակավորը պարզ չէ, կլինի մի քանի տարի, թե կլինի 5 տարի, որովհետև ես նույնիսկ կարծում եմ, որ հաշվի առնելով այս աշխարհագրական իրավիճակը, հիմա 5 տարին շատ չէ, այդքան էլ շատ չէ, իրականում, որ Հայաստանում 5 տարվա ընթացքում կիրառելով բոլոր այն հնարավորությունները, որը ԿՊ-ն ուներ, ուղղակի չէր անում, եւ մենք հորդորում էինք որ անենք, զուշացնում էինք որ անենք, հիմա արվի։ Հայաստանը պետք է անպայման դիվերսիֆիկացնի իր տնտեսությունը, որտեղ Ռուսաստանի վրա կախվածության դեպքում Վլադիմիր Պուտինը ասում է մեր ընկերոջ, այսինքն գործակալին պետք է թույլտակ մասնակցի ընտրություններին։ Ես ասել եմ ձեր եթերում եմ նաև, որ նույն հանրապետության կուսակցություն որ կա որ դիմեց եւ չընդունեցին, որովհետեւ ոնց կարող են ընդունել, եթե Ռուսաստանը դա օգտագործելու էր ինչպես թեզ, որ ընտրությունները կեղծվել են, որտեղ թույլ չտվեցին գլխավոր ընդդիմադիր ուժի միևնույնը օգտագործում են հիմա։ Հիմա էլ օգտագործում է Ռուսաստանը այն պետությունը, որին չպետք է տաս հավելյալ պատճառներ, որ այդ պատճառները օգտագործի, թե չէին ամեն դեպքում մի բան օգտագործելու է, ընդ որում ինքն էլ կարող ստեղծի այդ պատճառը, եթե պետք է։ Հարցը դրանում չէ, այսինքն ակնհայտ է, որ պետք է կիրառվեն մեխանիզմներ տնտեսության դիվերսիֆիկացման, որ Հայաստանը կարողանա մեղմ դուրս գալ այս իրավիճակից։ Ռազմական մատակարարումների դիվերսիֆիկացումը արդեն է տեղի ունեցել եւ դա շատ կարեւոր է։ Դա որ չլինի այդ մենք հիմա ուրիշ իրավիճակում կլինենք, լրիվ 90%-ից իջել է մինչև 10%-ից պակաս է ռուսական զորքի այդ զինված ուժերի համագործակցությունը եւ մատակարարումները։ Շատ կարեւոր է ներքին օրենսդրությունը։ Մենք պետք է պայմանավորվենք, որ Ռուսաստանի ազդեցություն կրող մարդիկ կամ Ռուսաստանի այս պրոռուսական մարդիկ չեն խնդիրը։ Խնդիրն են գործականները, դա տարբեր բան է։ Պրոռուսական մարդիկ կարող է լինել ինչ խնդիր, բայց եթե կան հիմքեր, որ պնդեն, որ այդ մարդիկ գործակալ են, ապա պատկան մարմինները պետք է արզեն դա, գործակալ են, թե գործակալ չեն։
Կամ թե դեմ են Հայաստանի անկախությանը միութենական պետության կողմնակցին, դա էլ է արդեն։ Իհարկե, ընդ որում, եթե մենք միջով ասում ենք, որ Խոսքին Կտրիչ Ներսյանի եղբայրը KGB գործակալ է, հաստատուկ տվեր հրապարակվեց, թեման փակվեց, որովհետև պատկան մարմին հրապարակեց, ոչ ես, ոչ դու, երբեք չեն կարող այդպիսի հաստատուկ հրապարակել։ Մենք կարող էինք գնահատել ուղղակի իր պահվածքով, հիմա ես իրանց պահվածքով գնահատում եմ, ասում եմ Սամվել Կարապետյանին ուղղորդել են Հայաստան, հրաման են տվել և իր կապիտալը իր ձեռքում չէ, Ռուսաստանն է իր կապիտալը կառավարում։ Նույնը ասում Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ, որը մարտի 1-ով միեդի այսքան Ստրասբուրգի դատարանն է որոշում կայացրել։ Մարտի 1-ով Քոչարյանը որ պետք է նստի, դա ոչ Վարչապետ Փաշինյանի որոշումն է, ոչ ինչ-որ ուրիշ մեկի։ Միեդի որոշումը կայացրել, որով պետությունը հանցագործ է համարվել։ Պետության ղեկավարը ով էր այդ ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը ինչ կա այդտեղ մտածելու։ Հոկտեմբերի 27-ը որ չի բացահայտվել։ Այդ ամենը կարող էր անել ԿՊ-ն, միջև այդտեղ։ Ուղղակի նրանք ուզում էին մեղմ Ռուսաստանի հետ վարվել, ես կողմ եմ մեղմ վարվելու, հիմա էլ եմ կողմ, ընդ որում, ես ասում եմ, որ մենք պետք է առաջարկենք Ռուսաստանի նոր էջից սկսել հարաբերությունները, բայց դա չի նշանակում, որ զուգահեռ դրան մենք չպետք է ամրապնդենք ինքնիշխանությունը, պետք է ամրապնդենք ինքնիշխանությունը և այդ ուղղությամբ լուրջ և լուրջ քայլեր են լինելու, ընդ որում խաղաղության օրակարգը նաև պետք է իրականություն դառնա։ Հիմա մենք ունենք պատերազմի բացակայություն, ինչը շատ լավ է, բայց դա խաղաղություն չէ դեռ։ Մենք պետք է ունենք ամբողջ սահմանի սահմանագծություն, սահմանազատում, որը ընդ որում տեղի է ունեցել Իրանցում և հիանալի իրավիճակը օրերս նաև հենց այդտեղ եմ անցել և հետևել այդտեղ իրավիճակին, այսինքն այն ճանապարհները, որը իր ժամանակ հիշում է շատ արագ պետք է քշեին, կրակոց կարող են լինել, փակ էր նույնիսկ ինչ-որ ճանապարհները եւ այլն, որովհետեւ խնդիր հիմա չկա, հակառակը շատ եւ շատ հանգիստ իրավիճակ է սահմանում։ Պետք է բացվի իհարկե երկաթուղին։ Թուրքիայի ուղղությամբ գիտես, որ օրերս հանդիպումներ են եղել Գյումրիում, Գյումրիից Կարս են գնացել, Կարսում բիզնեսմենների, նաև արդեն հայտարարվել է, որ Գյումրի-Կարս երկաթուղի վերականգնման համար ինչ-որ կոնկրետ աշխատանք է վարվում, այսինքն չնայած նա, որ Ռուսաստանը դա չի անում, պետք է աներ, Հայաստանը ուրիշ ձև է գնալու դրա անելուն, ինչ շատ կարևոր է։ Նույնը պետք է լինի երես, Սադրանք, Իջևան, Ղազախ, Հայաստանը պետք է իրական անկախություն ձևավորի, իրական զուգահեռ դրա ինքնիշխանություն, դիվերսիֆիկացիա, բայց պետք է ասել, որ այս պրոպագանդան նաև պետք է ինչ-որ ձևերով սահմանափակվի, որովհետև հիմա այս պրոպագանդան դիմելու է նորից նույն երկին, ինչ են ասում, Իրանցը հանձնում էին, Տավուշը հանձնում էին, չէ՞։ Պաստորեն ոչ ոք չի հանձնել, հակառակը եկեղեցին այդտեղ հանձնում են ոսկեպարում, Իրանցում եւ այլն։ Երկու առաջ է այդտեղ։ Հակառակը այնպես է վերանորոգված Իրանցի դպրոցը, ճանապարհը, տաճարը, արևային պանելները կանգնած եւ այլն, այդտեղ որ ամենալավ գյուղերից մեկն է այս շրջանում, որում Իրանցը, որը ըստ քաղաքացի Բագրատ Բալաստանյանի հանձնում էին, քաղաքացիական պայմանագրերը 55% հավաքել, ըստ իրենց հանձնած Իրանցում, հասկանում եք, այսինքն անլուրջ է այս ամենը, բայց հիմա իրան գալու են սկսելու անկլավի թեմաները օգտագործել, ասել որ դուք հանձնում եք, որտեղ սահմանազատման եւ սահմանագծման տրամաբանության ներքո իհարկե անկլավների հարցը կլինի։ Եվ այդ մարդիկ ելի Նիկոլ Փաշինյանին են մեղադրելու, ընդ որում անկլավները սովետական քարտեզները բացում ես անկլավներ կա։ Նիկոլ Փաշինյանը դպրոց էր հաճախում այդ ժամանակ եւ նույնիսկ ծնված չէր։ Երբ այդ անկլավները այդ քարտեզները սովետն են նկարել։ Խնդիրներ ունեք անկլավների պարագայում, խնդիրներ ունեք Ղարաբաղի, Նախիջևանի հարցում, Արարատի հարցում, սովետին դիմեք։ Հայաստանի իշխանությունները միջև մեղադրում ինչ-որ բանի մեջ։ Սովետական միությունը կարող էր, չէ՞, Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղի ավտոնոմ շրջանը չմտցներ Ադրբեջանի կազմ, մտցներ Հայաստանի կազմ։ Կարող էր, չէ՞, այդպես որ լիներ Հայաստանը որ կանկախանար ավտոմատ Ղարաբաղի հետ միասին կանկախանար, չէ՞, Ալմատայով չկա, չի արել Մոսկվան։ Ինչ եք ուզում Երևանից։ Երևանը հազիվ ճարնագծում այս շատ բարդ իրավիճակում մենք բոլորս որ պահպանենք Հայաստանի Հանրապետությունը, որովհետև մեր վերջի ամենակարևոր բանն է, ուրիշ ամենակարևոր բան մենք չունենք։ Հայաստանի Հանրապետությունը զատ մենք ոչ մի ուրիշ բան չունենք։ Սփյուռքը ամեն ինչ շատ լավ է իհարկե, հասկացանք, բայց մեր ամենակարևոր սրբությունը կարելի ասել հայ ազգի համար Հայաստանի Հանրապետությունն է։
այս մարդիկ հիմա հարցի տակ են դնում այդ Հայաստանի Հանրապետությունը միֆերի ինչ-որ տրամաբանության վրա, հա, ամբողջ պայքարը ինչի մասին էր։ Արարատ լերը, կարծես այդ Արարատ լերը կարելի է դերից շարժել, էլ ինչ-որ քաղաքական հայտարարություններով։ Ղարաբաղի թեման, կարծես այդ Ղարաբաղի թեման ինչ-որ ուրիշ օրակարգ կարելի է այդտեղ ինչ-որ ներկայացնել, նույնիսկ այդ մարդիկ ասում են վերադարձի իրավունք, դրանք ուրիշ բան չեն ասում ընդդիմություն։ Հիմա հարց տանք, այդ մարդիկ որտեղից դուրս են գալի։ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ճանապարհները փակել, թույլ չի տալի, որ դուրս գան, շտապում էին դուրս գան։ Հիմա ասում են վերադարձ, ու եք վերադառնում, ո՞նց եք վերադառնում։ Ադրբեջանի վերահսկողությամբ, հա։ Բայց ի դուրս գալու այնտեղից։ Նույն Ադրբեջանի վերահսկողությունը չպետք է լինի, արդեն այնտեղ ադրբեջանցիք սկսում են բնակվել, չէ՞, գիտենք, տարբեր տեղերում եւ այլն։ Այսինքն վերադարձ ինչ կարգալ չէ, հա միջազգային պատասխանատվություն, դա հիմա էլի հարց է գալի։ Բայց ասում են սկանդինավյան խաղաղապահներ, ու ենք, որ ասում են չէ, ռուսական անպայման։ Այսինքն ամբողջ տրամաբանություն չկա, բայց գիտես այդ բանը իրան ուզում ավելացնել, որ ես ուղղակի համոզվեցի, որ հիբրիդային պատերազմը կեղծիք տարածելը աննախադեպ ծավալ է ստացել։ Ամեն մեկը հիմա, ով ունի սոցիալական ցանցեր, կարող է ինչ ուզում է ասել։ Ես ու դու մասնագետներ ենք, տասնամյակներով այս հարցերով ենք հետաքրքրված, ուսումնասիրում, զբաղվում, մասնակցում եւ այլն։ Հիմա ամեն մեկը ով ուզում է, կարող է ինչ ուզում է ասել եւ ամենաէժան պոպուլիզմը իհարկե ներկայացնել, որը նշանակում է խոսքի թիրախավորում, խոսքի ես չեմ կասվածում, հիմա Էրդողանը որ զանգել է, սկսելու են թիրախավորում այս պատճառով։ Որտեղ մարդիկ չգիտեն միջպետական հարաբերությունները ինչ է։ Փաշինյանը ինքն էլ էր զանգել Էրդողանին, չէ՞։ Այո։ Չգիտեն դիվանագիտությունը ինչ է, միջպետական հարաբերությունները ինչ է, չգիտեն պետությունը, որովհետև իրանք պետություն չգիտեն ինչ է, իրանք պետություն ոչ էլ ուզում են։ Իրանք ուզում են համայնք։ Համայնքն է ոչ այլում հարևան պետությունի, համայնքն է ասում, այս սարը մերն է, հարևան պետությունի տարածքում է գտնվում, իսկ ասում ես մերն է այս սարը։ Այսինքն ինչ տրամաբանության, պատմականորեն որ մեր համար ամենակարևոր արժեքը, դա մենք գիտենք, դե նորություն, դեռ թող մեկ նորություն ասի։ Մանուկին էլ կանգնեցնես հայ մանուկին, իրան էլ հարցրես Արարատի մասին, ինքը քեզ կպատասխանի։ Բայց դու քաղաքական ես, չէ՞ ասում մերն է։ Քաղաքական առումով ինչ նկատի ունես, որովհետև դա լրիվ ուրիշ բան է, դա տարածքային պահանջի տրամաբանություն է ստանում, եթե ինչ սարը ձորը թե լիճը թե ինչ է։ Այսինքն տրամաբանությունն է փոխվում, եւ սա նշանակում է, որ մենք դեռ չենք աճել պետականը մեծ ժողովրդին։ Շատերը մեզանից դեռ համայնքի տրամաբանություն ունեն, մի թափառական ինչ-որ կարգավիճակի, որ մենք կարող ենք այսօր ստեղ ապրել։ Բանը այն որ կա Ռոստովի մոտ Նախիջևանն առանձին այդ ձևավորը։ Այսինքն կարան գնալ ուրիշ տեղում, ուրիշ Գիտես Գեորգի, հիմա դու ասում ես եւ իմ մտքին հստակ այդ գաղափարն է գալիս, քանի որ մենք այդ ձևի պետություն ենք կառուցում 30 տարի նախկինում։ Դրա համար շատ մարդ արտագաղթեց Հայաստանից։ Գաղթական դարձան։ Այդ հոգեբանությունը մտցվեց մարդկանց մեջ։ Այսինքն մեր համար Հայաստանը ինչ է եղել։ Շատերը կատակ էին անում, համոզված են թե ինչպես Էդվարդ ջան։ Ասում են Հայաստանը ոնց որ օֆիս լինի հայերի համար։ Այսինքն իրանք օֆիս գալիս են, հետո գնում են ուրիշ տեղ անպայման։ Ուրիշ երկրներ ապրելու, հարարելու եւ այլն, չէ՞։ Վերջին կատակ էին անում Հայաստանում մենակ կմնա ռուսական ռազմակայուն ու իրաց սպասարկող մարդիկ։ Ես եմ վկա դրա։ Հասարակ շփումների հետևանքով Հայաստանում բազում անգամ գնալիս։ Բարձվում է կատակել չէ։ Կատակել չէ, որովհետեւ իրանց համար ինչ է, իրան գնում են Ռուսաստանում ասֆալտ էին փռում, գալիս են մի քանի ամիս Հայաստանում Արարատի վրա հերվից նայում, էլի գնում։ Բայց փաստ ինչ է ստացվում, ասֆալտը փռել Ռուսաստանում։ Փաստ ինչ է ստացվում, Ռուսաստանում են հարկեր վճարել։ Իսկ Հայաստանում լավ հայը նայել է ըստ իրենց, ով հարկ չի վճարել, խելացի է։ Հասկանում ես։ Այսինքն մեր ամբողջ իրոք գաղափարները եկել են հակապետական։ Մենք ենք հակապետական։ Հայաստանի Հանրապետությունում միջև ուրիշ թշնամիներ կտրեն, որը մի հատ մեր ազգի մեջ չեն, կարող է մենք ենք մեր պետության թշնամին, որովհետև ես ինձ ու քեզ նկատությունում եւ մեզ դիտողներին ով համամիտ է իհարկե, բայց ընդհանուր հասկանալի է, չէ՞, որ ասում է հարկ չվճարել, ին որդին չծառայի։ Թող ուրիշի որդին ծառայի, բայց ին որդին չծառայի։ Այսինքն պետությանը վերաբերվել միշտ իշես խորտ ինչ-որ մի բանի։ Նրա փոխարեն որ մենք հասկանանք, որ ամենակարևոր բանը երազանքը, մեր երազանքը իրականություն է դարձել։ Մեր պապերի, մեր նախնիների, մեր դարերի ընթացքում երազանքը պետություն ունենալու իրականություն է դարձել։ Մենք այդ պետությանը տիրություն եղել ենք,
Հիմա պետք է տիրություն անենք։ Եվ ես այդ պատճառով եմ քաղաքացիական պայմանագրին աջակցում եմ, որովհետև տրամաբանական բաներ է ասվում այդ թվում։ Պետությունը պետք է շինեցնել, սա է հայրենիքը։ Արտաքին քաղաքականությունը տեսնելով Հայաստանի, արտաքին քաղաքականությունը տեսնելով ես էլ եմ աջակցում։ Հայաստանում չեմ բանակում, ներքին քաղաքականությունը շատ խորը ծանոթ չեմ, մոտավորապես շատ լավ պատկերացնում ենք ես էլ եւ դուն էլ։ Բայց այն ինչ արվում է արտաքին քաղաքականության մեջ միանշանակ ողջունելի է։ Իմ տրամաբանությանը բեռնում է։ Այո, ակնհայտ։ Բալանսավորման քաղաքականությունը առնվազն այս թվում պատմության, որովհետև կարող է ուրիշ փուլ եւ ավելի կոշտ, ավելի Բայց երևի մի փոքր խմբագրումներ մտցև է բալանսավորված քաղաքականության մեջ։ Տեսնենք։ Արտաքին քաղաքականությունը ճկուն է, միշտ փոխվում է, ամեն օր դուրելություններ է անում, իրավիճակը ամեն օր փոխվում է աշխարհում, չէ՞, ամեն օր փոխվելուց են արտաքին քաղաքականությունները փոխվում, բայց բալանսավորումը այդ դրանք չունի։ Բայց բալանսավորումը պետք է առաջին ներառի պետական մաշինությունը։ Եվ մենք զբաղված ենք պետական մաշինությամբ։ Իսկ մարդիկ ինչ են առաջարկում։ Ինչ են առաջարկում։ Լավրովի հայտարարությանը ինչպես է վերաբերում հապկի մասով։ Դա ակնհայտ է, որ Լավրովը ուզում է կտրուկ դնել հապկի թեմանել, ԵԱՏՄ-ի թեմանել, եւ Լավրովը ուզում է ճնշել։ Ես բազում անգամ ասել եմ, որ ռուսական պետական համակարգի մեջ մեր խնդիրներից մեկը անձամբ Լավրովն է։ Ճիշտ է։ Ռուսաստանում կան ուրիշ առողջ ավելի մտածող ուժեր։ Բայց Լավրովի քաղաքականությունը կտրուկ պատերազմի գործը պաշտպանության նախարար լինի, այլ ոչ թե ոնց որ արտաքին գործերի նախարար։ Այսինքն դիվանագիտությունը չգիտեմ փոխվել է մարդը, մոռացել է, կարող է ժամանակ այդքան ժամանակ որ Ես իրեն նմանեցնում եմ այն ազգափոխ հայերին, որոնք որ Վրաստանում էլ շատ կան։ Առանձին չէ, ազգափոխությունը առանձին։ Նույնն են իրենք, իրենց բնույթով։ Բայց մյուս բան էլ կա։ Լավրովը քանի տարի արտաքին գործերի նախարար է։ Շատ մարդիկ մի պաշտոնի վրա նստելով հոգնում են։ Ինքը չի գիտակցում ոնց է հոգնում, այսինքն ինքը նոր բան չունի առաջարկելու։ Միակ Փաշինյանը ասեց չէ՞ ստա։ Ասում ինչ է դուք առաջարկում։ Սա կփակենք, դա կփակենք, սա կարգելենք, սրանց դուրս կանենք, ասենց կճնշենք, այնպես կհարցակվենք։ Այսինքն մենք ինչ անենք։ Համաձայնվենք ինչին։ Նրա փոխարեն որ մի բան առաջարկեք, որ Ռուսաստանն իր ներդրում ու ես դրամ եմ ասում, Ռուսաստանում կան ուրիշ մարդիկ են բացի Լավրովից, Մարգարիտա Սիմոնյաններից եւ այլն, նա մի կլան է այսպես ասած, կա ուրիշ մարդիկ, ով ավելի լավ են գիտակցում, որ Հայաստանի հետ հայ ժողովրդի հետ պետք չէ կապերը կտրել, հայ ժողովուրդը ու ժողովրդին ճշնամի չէ, երբեք չի եղել։ Եվ ոչ էլ ուզում է դառնալ, եւ ոչ էլ պատրաստվում է դառնալ։ Մեզանից իրանց ինչ ճշնամի, մեզանից իրանց ինչ սպառնալիք։ Բայց Ռուսաստանն էլ հաշվի առնելով ընդ որում, որ փաստացի չկարողացավ կամ չուզեցավ այդ առանձին թեմայը, բայց չկարողացավ հաստատ մեզ օգնել, Ռուսաստանը պետք է հասկանա, որ այլևս 100%-ով մեր կախվածությունը Ռուսաստանից ապահովելը մեր համար գոյության խնդիր կարող է ձևավորել, որտեղ Վանի պատմությունի նման Ռուսաստանը կարող է ժամանակ ու ուժ չունենալ մեր համար, ուրիշ տեղ ունեցավ Վանում եւ ամբողջ Արևմտյան Հայաստանում որովհետեւ մեկը հենց այդ բանը ուժ չունենա, որ մենք հիմա մենակ մի կենտրոնից կախվելու ենք։ Բալանսավորելու ենք տարբեր եւ տարբեր կենտրոնների հետ, առաջի երկին Թուրքիայի եւ Ադրբեջանցի հետ ուրիշ խոսելով։ Մեր փոխարեն որովհետեւ մեկը ուրիշ չպետք է խոսի։ Երկրորդը արդեն խաղաղություն լեգիտիմության հիմքի վրա ինչ ասում է վարչապետ Փաշինյանը։ Այսինքն ինչ մերն է մերն, ինչ մերը չէ, վերջ։ Ոչ թե պատմություն եւ այլն, մենք դա փակուղի է։ Վարչապետը շատ ճիշտ է, դա փակուղի է, եթե մենք գնում ենք պատմության ուղղությամբ, պատկերացրեք բոլոր պետությունները, որ հիմա գնան պատմության ուղղությամբ։ Բոլորը հրաժարվել են արդեն այդ։ Մենակ մենք ենք ունեցել պատմություն, մենակ մենք ենք ունեցել հողերի կորուստ։ Իհարկե ոչ։ Հետո շատ լավ գիտես։ Կարծես բոլոր պետություններն ունեցել են հողերի կորուստներ, ծանր էջերել պատմությունը։ Ամեն մեկը եթե նրան գնան, ուր կհասնի։ Եվրոպայում ինչ կան այդպիսի պետություններ։ Անձես 100 տարվա պատերազմ կան Ֆրանսիա, Անգլիա։ Անգլիայի միջով ինչ անել այդ մարդը։ Մեկ դար պատերազմ են անում։ Մենք ինչ անենք։ Ստրասբուրգը գերմանական քաղաք է։
Բայց հիմա Ֆրանսիայում գտնվում է։ Ովքեր մարդիկ հասկացել են այս սահմանները բացել, կարելի առևտուր անենք։ Հիմա գերմանացի գնում է Ստրասբուրգ, 5 գերմանական քաղաք, առևտուր են անում, հետ են դառնում, որտեղ Ֆրանսիայում ավելի էժան է, քան Գերմանիայում։ Այսինքն հասկացանք ամեն ինչ։ Բայց 21-րդ դարը իր նաև օրենքներ ունի։ Եվ այդ մենք Հիմա որ սահմանն էլ բացվի Թուրքիայի հետ, մեր հայրենակիցները ավելի շատ հնարավորություն կունենան գնալու իրենց պատմական հայրենիք, տեսնելու իրենց եկեղեցիները, չէ՞։ Կտրված ենք մենք այդ ամենից, չփվելու համշենահայերի հետ, համշենահայերին ավելի հետ բերել դեպի Հայաստան, դեպի հայկականություն, չնայած որ կա այդ մարդկանց մեջ հայկականությունը, բայց համշենահայերը կոնկրետ օրինակ է դրա, որ այդ մարդկանց համար կբացվի ուղիղ ճանապարհը, հայերը կգնան համշեն հանգստանալու համար։ Եվ հրաշալի բնություն է, հրաշալի մարդիկ։ Եվ այն ուրիշ մարդկանց հետ նաև կշփվեն, իրանց տունը կմնան, գումար կտանեն եւ Հայաստանը նաև իր ազդեցությունը։ Այսինքն սահմանը կբացվի մեր պատմական հայրենիքի հետ եւ մեր հայրենակիցների հետ։ Օրինակ Համշենում նշեցինք, բայց ուրիշ տեղերում էլ բազմաթիվ հայեր կան։ Իհարկե։ Մեզ որ վաղեցնում են 300,000 ադրբեջանցի եւ այլն։ Բայց միակողման ինչի՞ սրան նայում։ Ինչի՞ միակողման սրան։ Կարող է վաղ մյուսը վանում խոսքի կամ կարծում իմ նախնիների հողնեք ասել։ Ինչ-որ հայ գնա ինչ-որ մի բան բացի, ես էլ գնամ խոսքին այդտեղ եւ այցելեմ այդ հայ բիզնեսը։ Ես էլ գնամ այդտեղ այցելեմ։ Հյուրանոց հայ բացի, ես գնամ այդ հյուրանոցում մնամ, կարծում, ասենք խոսքին կամ ախալցիխ է, եւ ասեմ գնանք 2-3 օրով կաս։ Հարուստ։ Դու գուցե, իմ նախնիների հողն։ Գուցե թուրքերին էլ դա հաճելի չլինի։ Իսկ որ ասեց, այսինքն հենց այդ բանը, որ ասեց, որ միակողմանի է, որ այս ադրբեջանցի գալու են։ Բայց ու ասեց, որ մենք չենք գնալու։ Եվ այդ համաբանության մեջ գլխավոր գիտես ինչն է, պետություն կա։ Պատմամշակութային հուշարձաններին տերելելու ավելի մեծ հնարավորություն։ Այսի ամրոցը տեսնել։ Հնարավորություն կունենաք նաև վերականգնելու Թուրքիայի հետ միասին։ Իհարկե, աշխատելու է անի կամուց դրա բարը ինչ աշխատանք պետք է տարի։ Վրաստանը իդեպ նշեմ, իհարկե բարդ է, Թուրքիայի հետ աշխատելը բարդ է, շատ բարդ։ Բայց հեշտ ման չկա։ Դժվար չկա աշխատելը պետք է։ Ամեն դեպքում պետք է աշխատել։ Եվ շնորհանք, որ շնորհիվ մեղրին, շնորհիվ Սյունիքի, որի պահպանման համար հսկայական մի պայքար է մղվել, մենք էլ ունենք լծակներ եւ ունենանք լծակներ դրիկ ծրագրով։ Ամերիկացի հետ միասին մենակ չէ, դա շատ կարևոր է։ Այսինքն Թուրքիան մեզանից կախված կլինի, մենակ մենք իրանցից չէ։ Այստեղ մեր գեղեցիկ աչքերի համար չեն թուրքերը հիմա նաև ճանապարհներ բացում եւ այլն, իրանց էլ ենք մենք պետք, մենք պետք, մեզ էլ իրան, ոչ որ ռասիկի ու թուրքերի դեպքում էր երկար տարիներ ու շատ լավ գիտես ինչպես Վրաստանի քաղաքացի իրավիճակը, թե ինչի շնորհիվ էր Վրաստանը բալանսավորում կապերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Բայց ինչի շնորհիվ է բալանսավորը։ Թե չէ Վրաստանում կան մուսուլման վրացիներ, Վրաստանում կան ադրբեջանցի, բալանս ինչի շնորհիվ է եղել։ Ակնհայտ է, հենց առևտրի, հենց դիվանագիտության, հենց միջազգային հարաբերությունները դա մեր ոլորտն է։ Եվ այդ ոլորտի մասնագետները գիտենք, որ այդպես է պետք ծավալել, այլ դիվանագիտությունը ամենաբարդ բանն է, բայց հայրենասիրություն չի վերահատվում։ Հայրենասիրությունը գորանն է փողոցում, ինչով միտինգի վրա ասել Արարատը մերն է, այսինքն դա հայրենասիրություն է։ Խոսքի վրա հայրենասեր լինելը շատ հեշտ է։ Պետությունը շինացնել կամանց, որովհետև արագ չի ստացվում, որ դու պետք է այդ ամենը անես, դա է ամենակարևորը, պատմական նշանակություն ունեցող է իվեր։ Հիմա ես էլ դուն էլ կարող ենք այնպիսի հայտարարություններ անենք, որ բոլորից ավելի ուլտրա ազգային է եղան, բայց դրանով վնաս կհասցնենք թե օգուտ պետությանը։ Հանգիստ։ Մի քանի կուսակցություն կար նախընտրական փուլում, ասում էր Արցախը պետք է Հայաստանին միացնենք։ Նա մտածում եմ, ասում եմ, այս մարդիկ կարծում են մենք չենք կարող այդ նույն խոսքերը կրկնել։ Թե մեզանից հայրենասեր են իրանք, իսկ մենք չգիտենք հայրենասեր չենք, որ դա չենք ուզում ասել։ Բայց ուզում են ասել եմ իրականությունը, իրանից տարբեր բաներ են, մենք որ ժողովրդին թույլ չենք տալիս խաբել։ Թույլ չենք տալիս այնպիսի բան ասել, որ ժողովուրդը ընկալի, որ մենք անլուրջ ենք։ Ժողովուրդը չկա այդպիսի հնարավորություն։ Մենք այս պահին չկա, միգուցե 40 տարով աշխարհը փոխվի, չգիտենք։ Չէ, մեր պետությունը պետք է փոխվի։ Արի ասեմ այսպիսի բան, որ մենք պետք է հասկանանք ինչ, որ նույնիսկ երբ Հայաստանը, այսինքն
Արցախը հայկական վերահսկողության տակ էր, աշխարհը չճանաչեց, որ մենք իրավունք ունենք փոխենք այդ սահմանները, որը այսօր Իսկ մենք ինչ արինք, զարգացրինք Արցախը։ Այդ առանձին թեմա է, ես նկատում եմ աշխարհը չճանաչեց նույնիսկ այն իրավիճակում, ընդ որում բոլոր աշխարհական կենտրոնները, որովհետև ստատուս կոն փոխել շատ բարդ է։ Եթե դու սկսում ես մի բան փոխել, բոլորը մնացածը կսկսեն նորից փոխել։ Թուրքիան կես աշխարհն էր կառավարում, բառացի։ Այսինքն այս տարածաշրջանի միջին արևելքի Օսմանյան կայսրություն էի նկատի ունես։ Օսմանյան կայսրություն։ Այսինքն մենք պետք է հաշվի առնենք, չէ՞, եթե պատմական ես գնում, եւ եթե դա հիմք ես վերցնում, միանգամից սկսում է ուրիշ եւ ուրիշ հարցեր այդտեղ առաջանում։ Խոսքին որ շատ պետություններ սկսեն իրենց պատմականորեն Պարսկաստանը կես Կովկասը վերահսկում է, այդում Հայաստանի տարածքներ կես Ռաստանը։ Եվ այլն, այսինքն խնդիրները շատ լուրջ են, դու հետ չես կարող այդ առումով նայել։ Ուստի մենք պետք է մեր ժողովրդին մաքսիմալ ճշմարիտ մոտեցումներ ասենք եւ դա շատ է մեզ կարևորում, շատ, ես գնահատում եմ բոլորը աշխատանքային մարդկանց, ով այդպես են մոտենում, որովհետև չկարելի ժողովրդին երազի մեջ ապրեցնել, ինչ-որ աննկարագրելի երազների մեջ, հակառակ պետք է խոսել իրատեսական խնդիրների մասին եւ լուծել այդ իրատեսական խնդիրները, որովհետև իրական Հայաստանը ինչ է նշանակում։ Կա ես եղա երկու առաջ Հայաստանում էր, հա։ Կա իրական Հայաստան, որտեղ ապրում են իրական հայեր, հայ մանուկներ, եւ մենք պատասխանատու ենք այդ հայ մանուկների երեխաների, որոնք վազվզում են այդ նաև սահմանամերձ անվտանգության համար։ Մենք իրավունք չունենք մեզ պոպուլիզմ թույլ տալ։ Այդ երեխաների աչքերի մեջ ոնց ենք նայելու։ Հարցը մեր հայրենասիրությունը չէ, հայրենասիրությունը դա է, որ հայը Հայաստանում հայկական հոգի վրա մեծանա։ Որովհետև Սփյուռքում մեծացած հայը կամ հայ կմեծանա կամ չի մեծանա։ Դա հարցը։ Անկեղծացած դու ես գիտենք դա։ Կամ կմեծանա կամ չի մեծանա, կամ կպահպանի հայությունը կամ կձուլվի։ Հայաստանի Հանրապետությունն է միակ տեղը, որտեղ գիտես, որ հայ կմեծանա։ Գեորգի, իսկ ինչպես ես գնահատում Դոնալդ Թրամփի ուղերձը, շնորհավորական ուղերձը Փաշինյանին։ Շատ կարևոր կետեր կար այդ ուղերձի մեջ, որ մեր նույնիսկ ամենահամարձակ սպասելիքները կարող է գերազանցի Հայաստանի զարգացումը, այսինքն Հայաստանը այնպիսի զարգացում կարող է ունենա, որ նույնիսկ մեր սպասումները գերազանցի։ Այո, եւ դա շատ կարևոր է, եւ ես բազում անգամ ասել եմ, որ նաև իմ աջակցությունը վարչապետ Փաշինյանին սա անձի հանդեպ աջակցություն չէր միայն, այսինքն սա անձի այդքան չէր վերաբերվում, ինչքանով այն ուղղում։ Եվ Դոնալդ Թրամփի ասածն ուղղուն է վերաբերվում, որ մեր կողմից հիմա այս ձևավորված ուղին, որով մենք գնում ենք, եւ ես համարում եմ, որ մենք բոլորս միասին սրանում ես ներդրում ենք, ընդ որում ասեմ, որ քաղաքացիական պայմանագրերն իմ պատկերացումով հիմա այն ավելի լավ է գիտակցում, որ իրականում այս արդյունքը ոչ միայն զուտ քաղաքացիական պայմանագրի, այլ նաև շեզոք, նեյտրալ, ոչ քաղաքական մասնակից, այսինքն որևէ կուսակցության անդամ չլինելով, տարբեր հանրային հասարակական կամ քաղաքական գործիչների ներդրումով է նաև ձեռք բերվել Հայաստանի պետության հաղթանակը, ոչ թե քաղաքացիական պայմանագրի հաղթանակը, ընդ որում ես դրանում մեր օրդ միասին ներդրումը նաև կարևոր եմ համարում եւ ոչ միայն ես տեսնում եմ մեկնաբանությունները, իմ էջում, քո էջում, եւ տեսնում եմ որ մարդիկ ասում ամենակարևորը դա է։ Մարդիկ ասում են, որ ձեր աշխատանքը շատ կարևոր էր այս ամենի մեջ հանդիսություններում։ Եվ այնտեղից ելնելով այն ուղին, որով մենք բոլորս գնում ենք։ Միացյալ Նահանգները ասում են, որ մենք կապահովենք այն, որ դուք նույնիսկ չեք սպասում այնպիսի զարգացում կլինի։ Դա ինչ է։ Դա այն է, ինչ ես ասում եմ։ Մենք եթե գնանք այս ուղղությամբ, մենք մոտենալու ենք Իսրայելի խոսում, պարոն Արտյոմ Չեռնոմորյանի հետ հաղորդում արեցինք, ասում էին չիպերը, որոնք որ հիմա Հայաստանը ստացել է, ինքը նայում էր այդ նաև տեսանյութը, Մխիթար Հայրապետյանն էր, չէ՞, կիսվել, ասում են նույնիսկ Իսրայելը չունի, աշխարհում միայն 5 երկրներ ունեն։ Հիմա ինչ տրվել է Հայաստանին, նույնիսկ Իսրայելը դրանցից չունի։ Չնայած որ այլ չիպեր ունի Ամերիկայից, բայց դրանք չունի։ Բայց այո, Հայաստանը մոտենում է Իսրայելի կարգավիճակին։ Ճանապարհին նորից սկսվել իհարկե։ Բայց Ամերիկանից դա է ասում, որ 5 տարվա ընթացքում դուք որ ճիշտ որոշում կայացրեցիք, հայ ժողովուրդ։
ինչպես է ասում, բարգավաճելու է Հայաստանը ավելի շատ, քան դուք ակնկալում եք։ Եվ ինչ-որ երազանքների մակարդակով, հա, հիմա դա իհարկե չի նշանակում, որ մենք պետք է սպասենք, մինչև դա տեղի կունենա։ Դա մեր գործունեության հետևանքն ԵԱՏՄ-ն նաև բազմաթիվ խոչընդոտներ է մեզ համար ստեղծում։ Հիմա տես, ես եւ դու ապրում ենք Վրաստանում։ Մինչև հիմա ինչքան հեշտ եւ էժան հնարավորություն կար մեքենա բերել նույն ԱՄՆ-ի, Ճապոնիայից Վրաստան։ Հիմա փոքր փոխվեցին օրենքները, ավելի վատ է դարձան, բայց ինչքան հնարավորությունները շատ էին Վրաստանում։ Ամերիկյան մեքենա էին բերում, իսկ Հայաստան չէին կարող այդ նույն գներով տանել ԵԱՏՄ-ի պատճառով։ Ահռելի գներ են։ Այն մեքենան, որը որ Վրաստանում արժե $10,000, Հայաստանում կարող է արժենա $17,000-18,000, մեկ էլ $20,000։ Եթե այդ արգելքներն էլ վերացվեն, պատկերացնում ես, գնում ես Հայաստան, տեսնում ես խորհրդային մեքենաներ։ Այստեղ չկա Վրաստանում։ Պետք է մատով հաշվես ցույց տաս։ Նույնիսկ զարմանում ես, երբ որ տեսնում ես նոր շես, Նիվա, այդպես շարունակ։ Այո, եւ ԵԱՏՄ-ից դուրս գալը նաեւ ժամանակի հարց է։ Այսպիսի տեմպերով ժամանակի հարց է։ Ընդ որում ասում, որ Եվրոպական միությունը մեզ հաստատի DCFTA տվեց։ Առանց DCFTA տալ։ Բաները հանեց, բոլոր մաքսային պահանջները հանեց, գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ եւ մնացածն էլ կարողի։ Այո, այսինքն սա նշանակում է, որ հիմա արագ տեմպերով Հայաստանը կարող է ԵԱՏՄ-ի դեր պահպանի առևտուրը, բայց իր շուկան Թուրքիայի սահմանը բացել է, որը արդեն ասացին, որ կարծեմ հուլիս ամսին Մարգարո Ալիջանը կբացվի բեռնափոխադրումների համար, միանգամից սկսել բեռնափոխադրումներ Թուրքիայի հետ։ Եվ Թուրքիայով Եվրոպական միության հետ։ Ցամաքով մտնում է Թուրքիա, պատկերացրու այդ պայմանագիրը, եթե խնդիր էր ստեղծում, խոչընդոտ էր դառնում ԵԱՏՄ-ի համար, հիմա առանց պայմանագրի Հայաստանը միակ պետությունը դարձավ։ Այո, աշխարհի միակ պետությունը, որը միևնույն ժամանակ երկու մաքսային համակարգի համագործակցություն, ասես որ Ռուսաստանի շոկի մեջ կլինեն, որովհետև այդպես բան չկա։ Օրենք չկա, չեն կարող խնդիր ստեղծել դրա պատճառով, որ Եվրոպան ընդունում, այսինքն եթե օրենք լիներ Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ, կասեին, տես այս օրենքով մենք խնդիր ունենք։ Ինչպես որ արեցին Սերժ Սարգսյանի ժամանակ։ Դու չես կարող DCFTA կնքել հիմա, Հայաստանը չի կարող DCFTA կնքել Եվրոպայով։ Ուզենայի վարչապետն որոշի չի կարող։ ԵԱՏՄ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որը դու DCFTA կնքի։ Բայց Եվրոպական միությունը միակողմանի մեզ DCFTA պայմանները տվեց։ Առանց կնքելու փաստաթուղթ, Ռուսաստանը ինչ ասի։ Փաստաթուղթ չկա։ Ու օպերատիվ նման վաղուց չէինք տեսել մենք։ Ես ասում եմ, որ ես վերջին մի քանի ամսվա ընթացքում նաև եվրոպացիներ ակտիվ բանակցում էին, թե ինչ պետք է անվեր, եւ իրենք պատրաստ էին փաստացի։ Ո՞նց։ Իրենք արդեն պատրաստ էին փաստացի։ Իրենք դա էին ասում։ Այսինքն ինքն ներդրումի մասն են խոսում հիմա, թե չէ, հասկանալի է, որ կառավարությունը նույն բանն էր անում նույն ուղղությամբ երանում, բայց բոլորին բարձր պաշտոնյաց անոթ Եվրոպա։ Ամեն մի կաթիլը մեծ արդեն արվակ է ստացել։ Այդպես պետք է քննարկենք հիմա։ Ես երբեք ուրիշ բառապաշտ չեմ օգտագործել այստեղ, բայց ես իրաց մի քանի ամիս տարբեր դեսպանների, տարբեր բարձր պաշտոնյաների Բրյուսելում էլ այդ որովհետև ես այնտեղ ինչպես դիտ աշխատող եմ նաև ներգրաված մեր եվրոպական կառույցում այնտեղ։ Դա արդյունք է տվել փաստացի։ Արդյունք է տվել։ Այո, այդ ամեն ասում ես ասում եմ պատրաստ եղեք արագ գործելու, պատրաստ եղեք օգնության փաթեթի համար, ընդ որում 50 միլիոն օգտվեցին դա նախնական սկիզբը։ Իրանք պատրաստ են 100-ով մի աշխատանքային խումբ կձևավորվի։ Այո, որովհետև Ռուսաստանը կարող է գազ անջատի ձեռը համար։ Եվ այսօր էլ Հայաստանից արդեն հայտարարություններ տեսանք, որ այլընտրանքում ենք։ Նույն Ադրբեջանը եւս եւ ոչ միայն Ադրբեջանը։ Հայաստանի ինչքան կարելի է ավելի շուտ Թուրքմենստանի այլընտրանքը, Իրանի այլընտրանքը, Ադրբեջանը։ Այո, պետք է սկսի ինչքան կարելի է ավելի շուտ բան անել։ Իրանի հետ որ գազատարկություն։ Որտեղ Իրանը աննախադեպ ծավալի գազ ունի։ Հաստատ մենք խնդիր չունենք նաև Իրանի հետ հարաբերություններ կառուցելու, Ամերիկայի Միացյալ Նահանգներից խնդիր չկա։ Իրանն էլ կարծես թե խնդիր չի ստեղծում մեր հարաբերություններին ԱՄՆ-ի հետ։ Շատ հետաքրքիր իրավիճակ է։ Այսօր միակ պետությունը Վրաստանի համար ստեղծում խնդիրներ կա, որ Իրանը շատ է Վրաստանում։ Խոսել գիտեն, երևի Հայաստանի քաղաքականությունը սովորեց շատ լավ խոսել բոլորի հետ։ Եվ մինչև հիմա Ռուսաստանի հետ ստացվում էր այս պահի մի փոքր բարդացավ, բայց էլի փորձում են խոսել։
Ճիշտ է։ Եվ այլ այստեղ գորեն Արարատ Միրզոյանին, արտաքին գործերի նախարարին, որը իր գործը անում է էֆեկտիվ եւ զուգահեռ դրա արտաքին գործերի նախարարությունը, որը վերջին տարիների ընթացքում շատ ավելի դառավ հայկական արտաքին գործերի նախարարություն, քան ռուսական արտաքին գործերի նախարարություն։ Առաջ այնպիսի տպավորություն էր, որ ավելի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Երևանյան բյուրո էր։ Տարիներ առաջ, ուղղակի գիտենալով այդ իրավիճակը հիմա կամաց չեմ Գիտենք, բախվել ենք։ Չեմ ասում ամեն ինչ լուծվել է, մինչև վերջ, բայց լուծվում է։ Ես հուսով եմ, որ հաջորդ 5 տարվա ընթացքում բոլոր այդ ծառայությունները, արտաքին գործերի նախարարություն կլինի, ազգային անվտանգության ծառայություն կլինի, թե ուրիշ ռազմավարական նշանակություններ ծառայությունները ամբողջությամբ ձերբազատվեն օտար ազդեցությունից, զուգահեռ դրա սահմաններից իհարկե բոլոր օտար երկրի ներկայացուցիչներին պետք է դուրս հրավիրել, սահմանների վրա վերահսկողությունը պետք է ամրապնդել, եւ այլն, այսինքն պետականության հաստատման եւ ամրապնդման ժամանակը եկել է ավելի շատ։ Իսկ գործակալների հարցը գործակալները պետք է բանտում լինեն։ Ով վրա ապացույցներ կան, որ իրանք գործակալ են, նրանք պետք է բանտում լինեն։ Իրանք ազգային ժողովուրդը միանշանակ։ Եվ Գեորգի վերջում անդրադառնանք այն ամեն ինչ տեղի ունեցավ այսօր Իրանում 2-3 օր առաջ ընտրությունների օրը, երբ որ մենք սպասում էինք արդյունքներին, մենք տեսանք, որ Իրանը հրթիռային հարձակման ենթարկեց Իսրայելին, Իսրայելը պատասխանեց Թրամփի Նետանյահուի հերախոսազրույցը շատ չի երկարացնեմ, հետո ուղղաթիռի խոցումը Ամերիկայի Միացյալ Նահանգների պատասխանը, բայց այն ինչ տեղի ունեցավ արդեն այսօր առավոտ, ավելի շատ նման է պատերազմի վերսկսմանը, Թրամփի այդ հայտարարությունները եւ արդեն հարվածները Իրանի պատասխանն են նույնպես։ Քո պատկերացմամբ սա նախազգուշացման հարվածներ էին, թե արդեն պատերազմը սկսվեց։ Պատերազմը արդեն անցել է ուրիշ սցենարի եւ ոճի։ Սա արդեն մեկ պատերազմ չէ։ Հիբրիդային, բայց պատերազմ։ Այսինքն ինչ որ հիբրիդ է պատերազմի եւ խաղաղության միջեւ։ Որ երբ ուզես կարող կրակոց լինի, ում ուզես կրակոց կարող լինի, որովհետեւ Իրանը հարձակվում է, Հորդանանին է հարձակվել այս գիշեր, Քուվեյթին, Բահրեյնին։ Այսինքն պատերազմը դառել է նոր նորմալ իրավիճակ։ Որ պահին կկրակեն, որ պահին չեն կրակի, արդեն մեծ տարբերություն չէ, եւ ընդորում համոզված եմ դրել ես նկատել, որ արդեն նորություններ ունեն, կարծես առանձնահատուկ որևէ բան տեղի չի ունենում, որ այս գիշեր պատերազմ է մեծարել։ Ոգևորություն չկա, այսօրվա տեսանյութը շատ քիչ դիտումներ է ստացել, իմ նույն տեսանյութը, ինչ է նվիրված էր Իրանին, որ պատերազմը կարծես վերսկսվեց։ Դիտումներ, որովհետեւ մարդիկ այն ժամանակ պատերազմ ուշադրություն դարձրեցին, հիմա արդեն նորմալ է, Գազայի պատերազմի մասին, հիմա Ուկրաինայի պատերազմի մասին տեսանյութ պատրաստենք, դիտումներ կլինեն, սովորական դարձերին էս պատերազմները։ Հանկարծ մենք չհայտնվենք այդ իրավիճակում, որ մենք չլինենք այդ զորի կարգավիճակում, պատկերացրեք մեր պատերազմի սովորական դառնա։ Սարսափելի աշխատում ենք ապրել, սարսափելի։ 44 օրներ մեր պատերազմը նորմալ էր դարը շատերի համար, մեր համար էր, որ աննորմալ էր։ Այսինքն դրա համար խաղաղությունը շատ քան բան է, ուղղակի երբ որ ունես, կարծում ես նորմալ է, ինչ կա։ Կարծում ես ինչ-որ առանձնահատուկ բան տեղի չի ունենում։ Այդ իսկ պատճառով ամենալավ նախընտրական թեզը չէ խաղաղությունը, ընդ մասը։ Դեռ խաղաղությունը այնպեսի բան է, մինչև չկորցնես, գինը չես հասկանա։ Այո։ Շատ շնորհակալ ենք պարոն Թումասյան այսօրվա զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հաջողություն։